Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորից փորձում է ստանձնել խաղաղարարի դերը, հանդես գալով նոր առաջարկով և կոչ անելով Ուկրաինային հրաժարվել որոշ տարածքներից և իր զենքի մի մասից, հետագայում էլ չունենալ հեռահար զինատեսակներ։ Զելենսկին այս առաջարկին դեռ պաշտոնապես չի արձագանքել, մինչ այդ արձագանքի հրապարակումը Ուկրաինայի նախագահը Թուրքիայում էր։ Բնականաբար Ուկրաինան հատկապես հիմա ունի Թուրքիայի աջակցության, ընդ որում շոշափելի աջակցության կարիքը։ Կարծում եմ, այստեղ ընդամենը փորձ էր ճշտել, թե արդյոք ռազմական գործողությունների երկարաձգման պարագայում Թուրքիան կաջակցի Ուկրաինային եւ Զելենսկու իշխանությանը եւ ինչպիսի հեռանկար կարող է ունենալ, եթե Ուկրաինան մերժի ամերիկյան այս առաջարկը։ Քաղաքագետը կարծում է, որ այս պահին Զելենսկիին ձեռնտու չէ ռազմական գործողությունների դադարեցումը, ընդհակառակը նա փորձում է երկարաձգել պատերազմի հանգուցալուծումը, սակայն հանգամանքները մեկ է Ուկրաինայի օգտին չեն։ Մենք այստեղ ունենք մի կողմից Ուկրաինայի խնդիրը, Զելենսկին ինքը հայտարարում է, որ Ուկրաինայի ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դնել, մյուս կողմից համաձայն է, որպեսզի սառեցվի հակամարտությունը, ռուսական կողմը հայտարարում է, որ համաձայն չէ հակամարտության սառեցմանը, այսինքն հենց Զելենսկին ինքը իր առաջ դրել է այնպիսի բարիերներ, որոնք նաև դժվար է հաղթահարելը, նաև դժվար է դրանց համար հետագայում պատասխանատվություն կրելը։ Դիմադրության հնարավոր սուբյեկտը միայն Ուկրաինան չէ։ Եվրոպային նույնպես դուր չի գալիս Վաշինգտոնյան առաջարկի հիման վրա հանգուցալուծումը։ Այսպես է կարծում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Զելենսկու դաշնակիցը, այսպես ասենք, շարունակում է լինել Եվրոպան եւ նրանք անկասկած փորձելու են դեռ դիմադրել եւ պահպանել գոնե այսօրվա ստատուս քվոն իրերի դրության տեսանկյունից, որովհետեւ Եվրոպային շահեկան է որ պատերազմը շարունակվի Ուկրաինայում եւ սրա վրա բնականաբար փորձ է արվում լուծել ամենատարբեր հարցեր, բայց այստեղ նաեւ կա մեկ այլ հարց, իսկ արդյոք Մոսկվան շահագրգռված է, որպեսզի լինի դադար։ Պետք է հաշվի առնել, որ Զելենսկին փորձում է Ուկրաինայում ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին ժամանակ շահել, առավել եւս, որ ուժեղ հարված է հասցվել իր վարկանիշին։ Վերլուծաբանը կարծում է, որ Վաշինգտոնի մատը խառն է նաեւ այստեղ։ Վաշինգտոնը շատ մեծ ազդեցություն ունի Ուկրաինայում այդ հակակոռուպցիոն բյուրոյի հարցում եւ մենք հիշում ենք նաեւ որ ամիսներ առաջ Զելենսկին հենց նախաձեռնություն էր ցուցաբերել այդ բյուրոյի լիազորությունները, այսպես ասած անկախությունը զգալիորեն կրճատելու եւ նախագահին ավելի ենթակա դարձնելու ուղղությամբ, ինչը սակայն այդ թվում արևմտյան ճնշմամբ թույլ չտրվեց եւ մենք հիմա տեսնում ենք որ այդ բյուրոն աշխատեց կոռուպցիոն սկանդալի ուղղությամբ, ինչը անկասկած որոշակի ճնշում է Զելենսկու վրա։ Համենայն դեպս Զելենսկին փորձում է մի կողմից պահել իշխանությունը, մյուս կողմից դիմակայել Վաշինգտոն-Մոսկվա հնարավոր համաձայնություններին։ Վերլուծաբանների կարծիքով դեռևս չի նշմարվում պատերազմի հանգուցալուծման համար անհրաժեշտ կոնսենսուսը, իսկ Թուրքիայի աջակցությունը միանշանակ անհրաժեշտ է Զելենսկիին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։